Շնորհակալություն ձեզ։ Պարոն Ղազինյանն էլ փոխվել էր պարոն Ղազարյանի հետ։ Ամեն ինչ ճիշտ է, հարգելի գործընկերներ, համեցեք։ Շնորհակալություն ձեզ, որ այսպես համբերատար, շատ հավասարակշռված, անկեղծ, սա կոմպլիմենտ չէ, սա իրականություն է։ Հիմա ուզում եմ ձեզ որպես հայտնի փաստաբան եւ մի շատ լավ իրավաբանի կողմից տրված գնահատականը, որ ես ողջունում եմ, ազատության փաստաբան, ու դա իզուր չէ, որովհետև բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, արդյոք դուք տիրապետում եք տվյալի այսքան այս գործերի մեջ, գուցե տենց ականջներիդ հասած լինի բազմաթիվ դատախազ քննիչներ հետ եք շփվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն, օրինակ կամ քննչական կոմիտեն դիմաց լինի դատարան ստանալու թույլտվություն գաղտնալսելու օրինակ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամի, որևէ համակրի կամ արտաքին կամ ներքին դիտում այսպես կատարելու որևէ նախընտրական շտաբում, գրասենյակում եւ երկրորդը բան նախագահ եւ խնդրում եմ մեկնաբանությունները նաեւ մեր խմբակցության կողմից դադարեցնել, լսենք հարցը։ Համեցեք։ Եվ երկրորդը, եթե լսել եք այդպիսի դեպքեր, խնդրում եմ ասեք։ Եթե չեք լսել, ապա ինձ շատ հետաքրքրում է ձեր կարծիքը, թե ոնց է ստացվել, ասենք, դիմել են, գաղտնալսել են, որևէ բան չի եղել, թե չեն դիմել, չեն գաղտնալսել, ուղղակի արձագանքի ժամանակ այլ բան էլ կասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղազինյան, նաև ձեր գնահատականի համար։ Կարող եմ հետևյալ կերպ պատասխանել, ուղիղ տվյալ նշվածի վերաբերյալ չունեմ, թե գաղտնալսելու, թե չգաղտնալսելու։ Ունեմ կարծիք, որ գաղտնալսել են։ Այլ հարց ունեմ փաստական տվյալ։ Դրանցից ոչ մեկը երբևէ հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի YouTube-յան էջերում չի հայտնվել։ Արդյոք մի ինչ-որ խնդիր տեսած եղել են, կարող է։ Իդեպ չեմ բացառում։ Ես չեմ բացառում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ կան, որոնց նկատմամբ ընթացող քրեական վարույթներ կան, որոնց անմեղության կանխավարկածն եմ հարգում։ Բայց ուզում եմ խոսել նրա մասին, որ քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն այն ձայնային ուղեկցմամբ որոշակի լարվածություն ներվ փոխանցելու համար տենց տեսանյութ չկա։ Ոչ մի հատ։ Բայց տեսանյութի բովանդակություն, որ կարար լիներ տեսանյութ, հակված եմ կարծելու, որ կա։ Արձագանք։ Հիմա տեսեք, գայթակղությունը շատ մեծ է, որպեսզի ես դիմացից դնեմ քաղաքական գնահատական եւ սկսեմ պատմել, թե ժողովրդի մեջ ինչեր են խոսացել, վերջը մենք էլ ենք, չէ՞, ապրում ես երկրում, ես քաղաքում, ինչեր են խոսացել քողարկված ընտրակաշառքի տեսքով, բայց ես երբևիցե որևէ գայթակղության չեմ տրվում, ինչպես ազգային ժողովի նախագահը հայտարարեց, չեմ անում այն, ինչ որ դատապարտում եմ։ Բայց ամեն դեպքում, պարոն Վարդևանյան, աղմուկը շատ մեծ էր, շատ բազմաթիվ տեղերով գրվեց, եւ ես համոզված եմ, որ չի էլ ստուգվել, իմ կարծիքն եմ ասում, որովհետեւ չունենք այդպիսի փաստ, չի էլ ստուգվել, որովհետեւ դրա կարիքը չկա։ Այսինքն ներքևից վերև տեղյակ էր ինչա կատարվում, ստուգելու իմաստը չկար եւ ամենակարևորը իրավական գնահատական չէր տրվելու, ինչ վերաբերում է իշխող քաղաքական թիմի քրեական գործին հանգիստ տեղեք, ձևապահում են, ես չեմ տեսնում այդտեղ ակտիվություն կամ ձերբակալում կամ կալանավորում։ 10 վայրկյան, պարոն Կոջարյան, կներեք, ունեմ համոզմունք, որ դուք նախագահությունում ամենայն հարգանքով նախագահի եւ երկու տեղակալների նկատմամբ ամեն դեպքում կմտցնեք նոր մշակույթ ձեր հանգստությամբ, ձեր օբյեկտիվությամբ եւ ամենակարևորը ձեր իրավական գիտելիքներով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բոլոր դեպքերում հետևյալը առնվազն կցանկանամ նշել, որ վարչական ռեսուրսի չարաշահման մի քանի դեպքեր, որոնք մենք
ընդդիմադիր ուժ լինելով, որը մասնակցում է ընտրությունների, կարողացել ենք ոչ միայն նույնացնել, կարողացել ենք նաև չզլանալ վարչական դատարան ներկայացնել հայցադիմումներ, ստանալ դատական ակտեր։ Հիմա կներեք, եթե մենք ունենայինք իրավապահ մարմինների, լծակների 15%-ը 3 օրով, մենք շատ ավելի հետաքրքիր ինչ որ հանգամանքներ վստահաբար կբացահայտենք, որովհետև խոսակցությունները, որոնք այսպես ասած, մենք էլ ինչ որ հասանելիություն ունեցել ենք, ակնհայտ է, թե ինչ աստիճան առնվազն ճակերտավոր աջակցության մեխանիզմներ են մշակվել, դա բոլորս էլ լսել ենք։ Բայց ի դեպ, պարոն Ղազենյանը հետաքրքիր հանգամանք նշեց, հատուկ ուզում եմ դա ընդգծել։ Այո, այդ դեպքերում, եթե ունենայինք նաև այդ լծակը, հաստատ առաջնայինը չէր լինելու մարդկանց կալանավորելը։ Հաստատ դա չէր լինելու։ Այդ դա նաև այդ կարմիր գծերից մեկն էր։ Գարիկ Սարգսյան։ Պարոն Վարդևանյան, ձեր կենսագրության մեջ նշվեց, որ այսպես կոչված քաղաքբանտարկյալների իրավունքներն եք պաշտպանել, որպես ազատության մարտիկ, արդարության մարտիկ։